Այն առավելագույնը, որ անում է իշխանությունը, փորձում է հանրությանը խաբել, որևէ փաստաթղթի ստորագրում դա չի կանգնեցնելու Ադրբեջանին։ Եթե դա որևէ առնչություն չունեցե, բայց Ադրբեջանն է փորձում դրա կապը ցույց տալ, դա ապա այդ դեպքում նաև Միացյալ Նահանգները այստեղ խնդիր ունի։ Իրանի շուրջ փորձում են օղակը որոշակի սեղմել, ինչը ինչ-որ փուլում կարող է դառնալ որոշակի նաև գործողությունների առիթ։ Եվ չի բացառում, որ այս Իրանի դեմ հնարավոր գործողությունում նաև իրենց ակտիվ ներգործություն ունենան Թուրքիան եւ Ադրբեջանը։ Տարիներ շարունակ երրորդ նախագահի դեմ գեներացրել են մեղադրանքների տարապ, այս կամ այն կամայական հանցագործությանը պատասխանատու կամ ներկայություն ունենալու տեսանկյունից, որևէ մտավախություն Սերժ Սարգսյանը կամ նրա քաղաքական թիմը չունի, որ սա ինչ-որ բան կարող է դառնալ, նույնիսկ ռազմական ոստիկանության պետին են ներգրավել այնտեղ զորամասերում որոշակի աշխատանքներ ճակերտավոր բացատրական տանելու եւ այլն։ Բարև ձեզ, հարգելի հետևորդներ, այսօր Պանորամա հարցազրույցների տաղավարում հյուրընկալել ենք Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրամյանին։ Բարև ձեզ, պարոն Աբրամյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես արդեն երրորդ օրն է, ինչ Ադրբեջանը իր գործելավոճին համապատասխան ապատեղեկատվություն է տարածում սահմանին իբր հայկական զինված ուժերի կողմից հրադադարի խախտման վերաբերյալ։ Ձեր կարծիքով ինչ նպատակներ է հետապնդում սրանով Բաքուն, պաշտոնական։ Ադրբեջանը փաստացի իր քաղաքական հավակնությունների եւ շանտաժային քաղաքականությանը զուգահեռ բավական ակտիվ գործում է մեդիա տիրույթում, իսկ այս դեպքում կոնկրետ քարոզչության դաշտում, որը վերջին օրերին արտահայտվում է ոչ միայն հրադադար ռեժիմի մասին կեղծ հաղորդագրություններով, այլ նաև արտահայտվում է ադրբեջանական հիմնական լրատվամիջոցների կողմից նաև տարբեր ճակերտավոր վերլուծական նյութերի, որտեղ արտահայտիչ ձևով առաջ է բերվում այն վարկածը, որ Հայաստանի իշխանությունները իրականում պատրաստվում են ռևանշի եւ պատրաստվում են որևէ ուղղությամբ հարձակման։ Դա իհարկե երկու մասի է բաժանվում, մեկը որպես ռևանշ լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին է ներկայացվում, երկրորդը փորձում են ցույց տալ, թե իբր իշխանությունը ներսում այնպիսի խնդիրներ ունի հասարակության հետ, որ այս պարագայում փորձում է առաջնագծի որևէ ուղղությամբ լոկալ գործողությունների գնալ, հաջողություն ունենալ եւ դա փորձել օգտագործել ներքաղաքական իրավիճակում։ Իրենք Հայաստանի իշխանությունների հետ կապված հազարավոր բաներ կարելի ասել իր որակումներով, իրենց արածով եւ չարածով, բայց սա այն իրավիճակն է, որ ակնհայտ է դարձնում, որ կա արտաքին վտանգ, կա արտաքին սպառնալիք եւ դա առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանը տեսնում է հնարավորություն Հայաստանի իշխանություններին միջև վերջ սեղմելու եւ մաքսիմալ զիջումներ կորզելու համար եւ փորձում է օգտագործել իր ողջ հնարավորությունները։ Դա կլինի շանտաժի ձևով, դա կլինի կոշտ խոսակցությունների ձևով, դա կլինի վիրավորանքի եւ որը մեկը չի կարող բացառել, որ դա կարող է լինել նաեւ առաջնագծի որևէ ուղղությամբ սադրանքի միջոցով։ Իդեպ այսօր արդեն կառավարությունը հայտարարություն է տարածել այս ապատեղեկատվության ֆոնին ադրբեջանական, որ պետք է շտապ ստորագրվի այդ խաղաղության համագործակցության փաստաթուղթը, այսպես կոչված։ Գիտեք, այստեղ նաեւ ինչ խնդիր է առաջ գալիս։ Դերևս հասարակությունը չի մարզել այն հանգամանքը, որ կառավարությունը Հայաստանում եւ նաեւ Բաքվից հաստատեցին այն, որ բանակցությունները այդ մասով բերել են ավարտին։ Այսինքն մենք դեռ խնդիր ունենք հասկանալու, թե փաստաթղթի մեջ ինչ կա գրված։ Հասարակությունը ընդհանրապես գիտի 17 կետից 2-ի մասին, որը վերջին 1-2 ամիսը շրջանառվում էր հենց նրանով, որ չհամաձայնեցված կետեր էին համարվում եւ դրանով իսկ հանրայնացված էր։ Դա վերաբերում էր միջազգային կառույցներից երկկողմ հայցերի հետ քաշմանը եւ երկրորդը վերաբերում էր երկկողմ սահմանի երրորդ ուժերի ներկայությանը, բայց մնացած 15 կետի հետ կապված հայ հասարակությունը, նույնիսկ խորհրդանական երկրում խորհրդանի падգամավորները, ամենայն դեպս ընդդիմադիր հատվածի, որևէ պատկերացում չունեն, թե ինչի մասին է այս ընդհանուր փաստաթուղթը եւ ինչի շուրջ են եկել համաձայնության։ Այսինքն դեռ սրա որպես խնդիր պետք է արձանագրենք։ Մյուս կողմից Ադրբեջանը սրա հարցը լուծել է, ամրագրել է, որ սա արել ենք,
բնականաբար դեռևս ստորագրություն չի դրվել, որովհետև ադրբեջանական իշխանությունը առաջ գնաց ներկայացնելով իր մյուս պահանջները, առանց որի կատարման Ադրբեջանը որևէ դեպքում փաստաթուղթ չի ստորագրելու։ Մեկը վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի այդ ֆորմատի լուծարմանը, որ այդ կապված Հայաստանի իշխանությունը ըստ էության խնդիր չունի, եւ դա մեծ առումով կարելի է համարել նույնիսկ արված, եւ երկրորդը վերաբերում է Հայաստանի սահմանադրության փոփոխությանը, այսինքն Ադրբեջանի իշխանությունները պահանջները չեն սահմանափակում միայն միջազգային մակարդակով, մտել են Հայաստանի ներքին կյանք, ներքին իրողություններ, փորձում են իրենց միջամտությամբ ուղղորդել հայ հասարակությունը ինչպես է ապրելու եւ այլն։ Հիմա ինչ է անում իշխանությունը, այն առավելագույնը, որ անում է իշխանությունը, փորձում է հանրությանը խաբել, թե սահմանադրության փոփոխության օրակարգը, որը վերջին 2 ամսին իրենք ակտիվացրել են, որևէ կապ չունի ադրբեջանական պահանջի հետ, իրենք դեռ 7 տարի առաջ էին ուզում անեն եւ այլն։ Իհարկե տեղ ուրիշ հարցեր է առաջանում։ Հիմա եթե դու 7 տարի իշխանության ես, 7 տարի առաջ ուզում ես սահմանադրություն փոխել, բայց ինչ ա եղել, որ մի տարվա ընթացքում, 2 տարվա ընթացքում, 3 տարվա ընթացքում, 4 տարվա ընթացքում չես փոխել, մեկ էլ հանկարծ այսօր ես հիշել։ Իհարկե բոլորն էլ հասկանում են, որ սա ադրբեջանական պահանջ են, սրանք բարեհաջող են ուզում իրականացնել, ուղղակի ստեղ է ժամկետի խնդիր կա։ Դե հիմա այդ սահմանադրություն գրել, քննարկել, գոնե այդ ֆորմալ ընթացակարգերը անցնելը, ձևական մարդկանց ցույց տալը, որ դա քննարկվում է ու կարևոր փաստաթուղթ է եւ այլն, նույնիսկ դա երկար ժամանակ է պահանջում եւ պատահական չէ, որ Հայաստանի իշխանությունը դա համարում է, որ կարող է ունենալ 26-ին եւ փորձում են դա անել նաեւ խորհրդանական ընտրությունների հետ, նաեւ դրա համար է կապված 26-ին, որովհետեւ առանձին եթե process իրականացնեն, նույնիսկ կարող են ձայների համապատասխան չափականակ չապահովել եւ այդ պայմաններում նույնիսկ դա կտապալվի։ Հիմա ինչ է Հայաստանի իշխանությունը ասում է, եկեք արագ ստորագրենք։ Նախ Հայաստանի իշխանությունը եթե մտածում է դրա արագ ստորագրումը բերելու է իրավիճակի լիցքաթափանը, դա այդպես չէ, որովհետև Ադրբեջանը նվազագույնը զուգահեռ հարթությունում 5-6 նախապայման առաջադրել, դրանցից շատ ավելի խոշոր, շատ ավելի մեծը, որ իր համար անչափ մեծ կարևորություն ունի, դա այսպես կոչված միջանցքային տրամաբանության թեման է, ռեգիոնալ ապաշրջափակման հարցը, որը պայմանագրից հանվել է եւ առանձին քննարկման առարկա է դարձել, բայց զուգահեռ Ադրբեջանը նաեւ հարց է բարձրացնում Հայաստանի զինաթափման մասով, բանակի կրճատում, սպառազինության կրճատում եւ այլն։ Ադրբեջանը ուղղակի վանուղակի ձևով այսօր խոսում է այն մասին, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր իրենց կողմից հետախուզվում են, անցնում են այդ ճակերտավոր դատավարություններով եւ այդ մարդկանց պետք է հանձնել ու ձևակերպում է պետք է համագործակցել, բայց ինքնին այդ համագործակցությունը ասածը արդեն մեծ խնդիր է, ոչ թե այդ մարդկանց համար ու նրանք փնտրում են, այլ որպես պետություն Հայաստանի համար։ Իսկ այդ մարդկանց մասին մոտ խոսում են, վերաբերում է նախկին նախագահներին, վերաբերում է բարձրագույն զինվորականության տարբեր ներկայացուցիչների եւ այլն։ Այսինքն Հայաստանի իշխանության ասածն որևէ խնդիր չի լուծել։ Եթե նույնիսկ վաղ Ադրբեջանը այդ փաստաթուղթը ստորագրի, եթե տրամադրվածությունը դա է, եթե Ադրբեջանը ունի նոր ակնկալիքներ իր զիջումների ձևով, բնականաբար որևէ փաստաթղթի ստորագրում դա չի կանգնեցնելու Ադրբեջանին։ Իդեպ դուք հիշադակեցիք փաստաթղթի համապատասխան կետը սահմանին երրորդ ուժի ներկայության ժխտումը։ Չեք գտնում, որ դա նախ փաստաթղթի բոլոր կետերն են ռիսկային, այս կետը հատկապես այդ հասնելով դրան հնարավոր է հետագայում էսկալացիայի դեպքում արդեն Հայաստանը փաստի առաջ կանգնի, եթե Ադրբեջանը դիմի էսկալացիայի եւ արդեն պայմանագիրը կա երրորդ ուժը չի կարող սահմանին։ Կարծում եմ Ադրբեջանը այստեղ երկու խնդիր է լուծում։ Առաջինը դա որոշակիորեն ապահովագրում է իրեն Թուրքիայի հնարավոր ներկայությունից, որովհետև 20 թվականից հետո Թուրքիայի մեծ սատարումից հետո 44-օրյա պատերազմ, դրանից հետո եւ այլն, Ադրբեջանում որոշակիորեն խանդ է ստեղծված այն թեմայով, որ թուրքերը մասնակցություն կամ գերակշռ ներկայություն ունեցել իրենց հաջողությունների մասով, սա նույնիսկ ավելի հանրային դիսկուրսի հասավ, երբ որ Էրդողանը հայտարարեց, որ մենք այնտեղ ենք Ղարաբաղում ենք խնդիր լուծել, մենք, չգիտեմ, արաբական աշխարհում եւ այլն, Ադրբեջանից նույնիսկ արձագանքներ եղավ պաշտպանության նախարարության կողմից, որ պատերազմական գործողություններին բացառապես ադրբեջանցիներն մասնակցել այդ հաջողությունները, որպեսզի ամբողջությամբ վերագրվի իրենց,
Թուրքական ազդեցությունը որքան էլ առաջին հայացքից Ադրբեջանի համար կարևոր էր այս ռեգիոնում իրենց դերի համար, բայց ադրբեջանական ամբիցիաները բավականին աճել են եւ իրենք կարծում են, որ նվազագույնը Հարավային Կովկասում ոչ թե նայողը պետք է լինի Թուրքիան, այլ պետք է լինի Ադրբեջանը եւ իրենց փորձում են դիրքավորել որպես ռեգիոնալ պետություն եւ այս համատեքստում նաեւ Թուրքիայի հետ կապված էր որոշակի երևացող եւ չերևացող խնդիրներ կան, որոնք տարբեր ձևերով նույնիսկ մամուլում որոշակի ձևով արտահայտվում են։ Հիմա Ադրբեջանը լուծում է այն հարցը, որ թուրքական ներկայություն որևէ ձևով չլինի իրենց երկրում, իսկ 44 օրյա պատերազմից հետո օրինակ կոնկրետ Արցախում մի քանի տեղեր տեղակայում ունեն թուրքերը։ Մեկը Աղդամն էր, որտեղ պաշտոնապես ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոններ, Շուշի հատվածում էր ոչ պաշտոնապես իրենց հատուկ նշանակության ջոկատը եւ նաեւ Քաշաթաղի հատվածում։ Հիմա երկրորդ մասը վերաբերում է Հայաստանի եւ երրորդ երկրների հետ ըստ էության կապի էական իջեցմանը, դա ենթադրում է եւ Ռուսաստանի Դաշնությունը, որովհետեւ Ռուսաստանի Դաշնության հետ պայմանագրով է նույնիսկ ամրագրված սահմանների պաշտպանությունը Հայաստանի եւ միգուցե նաեւ որոշակի մտավախություն է, որ Հայաստանի եվրոպական, այսպես ասեմ, այդ իղձերի շրջանակներում հետագայում կարող է նաև եվրոպական որևէ այլ երկրի կամ միգուցե ՆԱՏՕ-ի զորախումբ տեղակայվել, ինչը իրենց համար կարող է դառնալ կենսական խնդիր եւ այլն, անկախ նրանից թե Հայաստանը այդ պայն ինչ կարգավիճակ կունենա։ Եվ այս հարցն է, որ Ադրբեջանը նպատակային ձևով առաջ է մղում, բայց մեր համար ավելի խնդրահարույց է այդ միջազգային հայցերի հետ կապված հանգամանքը, որովհետև կան մեծ թվով հարցեր, որոնք վերաբերում է կոնկրետ Արցախին, Արցախցիների իրավունքի իրացմանը կամ այս դեպքում Արցախցիների իրավունքների պաշտպանությանը, որոնք ադրբեջանական ագրեսիայից եւ Արցախի ամբողջական օկուպացիայից հետո ամբողջությամբ, այսպես ասած, վտանգված են եւ բնականաբար կան նաեւ առանձին մեծ թվով առանձին հայցեր ընդդեմ Ադրբեջանի եւ այստեղ այլ հարց է առաջանում քաղաքական պայմանագրերը դրանք ունեն քաղաքական բնույթ, այստեղ կան իրավական հարցեր եւ այդ քաղաքական պայմանագրերը այդ իրավական հարցերի որևէ ձևով լուծում չեն տալիս։ Հիմա այդ մարդու գույքային իրավունք է խախտվել կամ այդ մարդու կյանքի կամ ազատ տեղաշարժի իրավունքն է խախտվել ու դա քաղաքական փաստաթղթի մեջ ամրագրված չի, բնականաբար դա մնում է բաց եւ դա մեծ առումով այդքան էլ մեծ ազդեցություն չունի քաղաքական գործարքների վրա։ ԱՄՆ-ի նախագահի ներկայացուցիչը այցելեց Մոսկվա, այնտեղից այցելեց Բաքու, դրա հաջորդ օրը Ամերիկայի Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեց Եմենին եւ դրա հաջորդ օրը սկսվեց Ադրբեջանի ապատեղեկատվությունը սահմանային ապակայունության վերաբերյալ, որևէ կապ տեսնում եք։ Որևէ կապ այստեղ կարելի է տեսնել, հենց եթե մի կողմ դնենք հնարավոր պայմանավորվածությունները տարբեր հարցեր շուրջ, այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգների Սպիտակ տան ներկայացուցիչի այցից հետո նման process է սկսում, դա կարծում եմ արդեն իսկ խնդիր է։ Եթե դա որևէ առնչություն չունեցե, բայց Ադրբեջանն է փորձում դրա կապը ցույց տալ, դա ապա այդ դեպքում նաև Միացյալ Նահանգները այստեղ խնդիր ունի ցույց տալու համար, որ ոչ թե իր քայլերը բերում են մեր ռեգիոնում ապակայունացման, այլ հակառակը իրենց պաշտոնական քաղաքականությունն է, խաղաղություն, կայունություն եւ այլն, եւ այս պարագայում ակնհայտորեն այստեղ որոշակի հակադրություն է ստեղծվում։ Սա մեկ, երկրորդը ուշադրություն դարձեք, որ սրան զուգահեռ նաեւ հարավում մեր բարեկամ Իրանի հետ կապված որոշակի process-ներ են գեներացվում։ Դեռ մի քանի շաբաթ առաջ Միացյալ Նահանգները առաջարկ էին արել գնալու գործարքի այդ միջուկային էներգետիկայի հետ կապված դրանից հետո նույնիսկ տեղեկություն եղավ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը ուղերձ է փոխանցել հոգևոր առաջնորդին Իրանին, բայց քանի որ դա գոնե արտաքինից ուլտիմատիվների ձևով էր ներկայացում, որովհետև Միացյալ Նահանգներն ասում էր, որ եթե չլինի գործարքը, կլինի ուժի կիրառում, եղավ նաև Իրանի կողմից բավականին կոշտ հակազդեցություն։ Հիմա պատահական չէ, որ երեք Միացյալ Նահանգները հայտարարեցին, որ այդ Եմենում այդ գործողությունները ուղիղ կապված են նաև Իրանի հետ, որտեղ իրենք համարում են, որ այդ գործողությունները որոշակիորեն կոորդինացվում են Իրանի կողմից կամ առանց Իրանի Եմենում այդպիսի process-ներ չէին գեներացվի եւ այլն, եւ այս պարագայում կրկին նույն թեման գալիս է
Իրանին եւ չեմ ուզում որոշակի կանխատեսումներ անել սրա շուրջ, բայց տեսանելի է, որ Իրանի շուրջ փորձում են օղակը որոշակի սեղմել, ինչը ինչ-որ փուլում կարող է դառնալ որոշակի նաեւ գործողությունների առիթ։ Հիմա մի կողմից մեր համար խոցելիություն ունեցող Սյունիքի մարզն է, որը սահմանակից է մեր հարևան բարեկամ Իրանին, մյուս կողմից զարգացումները, որոնք Իրանի շուրջ զարգանում են, եւ չի բացառում, որ այս Իրանի դեմ հնարավոր գործողությունում նաև իրենց ակտիվ ներգործություն ունենան Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք տարբեր փուլերում ունեցել են, հատկապես Ադրբեջանի տարածքից իսրայելական հետախուզության իրականացումը նվազագույն է եւ այլն, եւ այս փուլում սա կարող է որոշակի իրավիճակ փոխել եւ որոշակի թեժ, այսպես ասեմ, զարգացումներ ուրվագծել մեր տարածաշրջանի համար։ Հիմա մեր խնդիրը բացի անից, որ այս արտաքին կամ ռեգիոնալ ֆոնն է այսպիսի ծանր, մենք խնդիր կոնկրետ ունենք մեր երկրում, որովհետև Հայաստանում ձևավորված իշխանությունը, որը 7 տարի է իշխանության է, կենսունակություն չունի, իրավիճակին համարժեք որևէ փուլում չի գործել եւ կանխատեսել, որ այս իրադրությունում դիվանագիտական, քաղաքական կամ ռազմական տեսանկյունից այս իշխանությունը կարող է գրագետ շարժվել եւ իրավիճակին համարժեք գործել, բնականաբար չեն կարող եւ սա եղած լարվածությունը շատ ավելի է մեծացնում մեր հասարակության շրջանում։ Ալիևը հայտարարեց, թե Հայաստանին չի վստահում եւ պետք է ամեն ինչ ամրագրվի թղթի վրա, ըստ էության ակնարկելով, որ ստորագրելու է այդ խաղաղության եւ համագործակցության փաստաթուղթը։ Ինչ է կարծում դրանով խաղաթուղթ չի տրվում ներկայիս իշխանություններին, որոնք նվեր են ուղարկի թուրք-ադրբեջանական տանդեմ։ Դե խնդիրը այն է, որ այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ լավ, վատ այս փաստաթուղթը ինչ-որ խնդիր կլուծի, որովհետև գործող կառավարությունները անդադ մարդկանց խափում, որ այս բանակցում ձեզ խաղաղություն բերելու համար եւ այլն, չնայած ողջ ընթացքում Հայաստանի դեմ անդադ հարձակումներ էին, Հայաստանից տարածքներ են խլվել 21, 22, 23 թվականներին։ Հիմա Ադրբեջանը ասում է, որ այս փաստաթուղթը ավարտել են, գրել ենք մի կողմ, մենք դեռ կորոշենք, երբ ենք սա ստորագրում, որովհետև Հայաստանը դեռ անելիք ունի մեր պահանջները կատարելու տեսանկյունից, բայց կրկնում խնդիրը այն է, որ այդ 17 կետերով ադրբեջանական ամբողջ օրակարգը չի սպառվել եւ դրանով պայմանավորված երբ որ թվում էր կողմերին կամ նույնիսկ արտաքուստ, որ եթե բանակցությունը ավարտելն է, ապա պետք է ստորագրվեն, տրամաբանական երևում, Ադրբեջանը ասում է, որ սրա մասին դեռևս վաղ է խոսել։ Ադրբեջանում ոչ պաշտոնապես խոսում է, որ սա հնարավոր է լինի միգուցե մինչև մյուս տարվա վերջ եւ այլն, բայց փաստը այն է, որ Ադրբեջանը այս պահին որևէ շտապողականություն չի դրսևորում։ Եվ առաջին պատճառը այն է, որ նա դեռևս սպասելիք ունի, որ Հայաստանի իշխանությունից նաեւ այլ ձեճումները կորզելու։ 2024 թվականի ավարտին վերջերից արդեն Նիկոլ Փաշինյանը ըստ էության տվեց առաջիկա ընտրությունների քարոզարշավի մեկնարկը իր տնային տեսագրություններով, փոդքասթերով։ Այս համատեքստում ինչպես կգնահատեք, որ այս թափ առնող նախընտրական քաղաքական պայքարի բումում հերթական շինծու դատավարությունը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Նկատենք, որ նաև գործ կա նաև երկրորդ նախագահի դեմ։ Հիմա տեսեք, խնդիրը հետեւյալում է։ Ուրեմն մի խումբ մարդիկ, որոնք ունեին մինչև 18 թվականը տարբեր կարգավիճակներ, մեկը ակտիվիստ էր, մեկը ինչ-որ ՀԿ-ում էր աշխատում, մեկը անդիմադին էր ներկայանում տարբեր քաղաքական ուժերում կամ դաշինքներում եւ այլն, տարիներ շարունակ երրորդ նախագահի դեմ գեներացրել են մեղադրանքների տարափ, այս կամ այն կամայական հանցագործությանը պատասխանատու կամ ներկայություն ունենալու տեսանկյունից։ Հիմա նույնը եղել է 2018-ի հայտնի իրադարձությունից հետո, երբ որ այդ տարբեր բեկորները եկել են եւ դարձել են իշխանության մաս, նույնը եղել է 2018 թվականից հետո։ Դա դարել է քաղաքական թեմաները, նաեւ քարոզչական հարց եւ այլն։ Դրանից հետո սկսել է տեղատարապ մեղադրանքների, նաև այն գործերով, որոնց մասին ժամանակին խոսել են, իրենք են բարձրաձայնել եւ այլն։ Հիմա այդ գործերից մի մասը գնացել կարճվել է։ Մի մասը գնացել է եւ նախաքննական տարբեր մարմիններում, այսպես ասած, բուքսաբատելնում։ Եղավ հայտնի դիզելի գործը հասավ դատարանում Սերժ Սարգսյանը արդարացվեց։ Հիմա իշխանությունը իր ընդդիմադիր եղած կարգավիճակում եւ իշխանություն եկած կարգավիճակում տասնամյակներով փորձել է հայ ժողովրդի ականջին փաթաթել բաներ, որոնք եղել են կեղծ
եւ որոնք չեն համապատասխանել իրականությանը, բայց հիմա դրանք տարբեր նույնիսկ իրենց արտադատության պայմաններում անընդհատ ջարդվում են եւ տեղ չեն հասնում։ Նույնիսկ դրա պատճառով Սերժ Սարգսյանին արդարացնող դատավորին կեղծ մեղադրանքներով աշխատանքից հեռացրեցին եւ այլն նկատողություններ բարձրագույն դատական խորհրդում նախկինում տխրահարճակ ԲԴԽ-ի ղեկավար կար դրա անմիջական մասնակցությամբ եւ այլն։ Հիմա ո՞րն է իրավիճակը։ Հիմա իշխանությունը այս քարոզչական ակտիվ փուլում պետքա ցույց տա, չէ, որ իր մեղադրանքները դեռևս ուժի մեջ են։ Հիմա նախորդները եթե փակվել են, որևէ իրենց տրամաբանական կետին, ինչպեսին իշխանություններ համարում չեն հասել, հիմա դրա համար պետքա նոր մեղադրանք գտնեն։ Ընդ որում, սա առանձնարարել է մյուս գործերի ճակատագրին, որովհետև սա իր մեջ որևէ բան չի ներկայացնում, սրա հետ կապված որոշակի ժամանակ է process է գնում։ Իդեպ ասեմ, այդ մեղադրանքը առաջադրվել է 1.5-2 ամիս առաջ եւ ոչ պատահականորեն դա հանրայնացրեցին մեկ շաբաթ առաջ, որտեղ օրինակ Գյումրիում էլ ընտրություններ այնտեղ լոկալ խնդիրներ ունեն, որոնք կյանքի մահու հարց են դարձել եւ այլն։ Այնպես որ այս թեմայի մեջ մեծ առումով իրավական որևէ բան գոյություն չունի, որևէ մտավախություն Սերժ Սարգսյանը կամ նրա քաղաքական թիմը չունի, որ սա ինչ-որ բան կարող է դառնալ, բացի ժամանակի կորուստ կամ ժամանակի վատումից, բայց սա իշխանության համար կյանքի խնդիր է, որպեսզի քարոզչության համար ցույց տան, որ այս գործերը նաև Սերժ Սարգսյանի դեմ շարունակվում են։ Դուք ակնարկեցիք Գյումրու ընտրությունները, կարծիք կա, որ այն ըստ էության մոդելավորելու է առաջիկա համապետական ընտրությունները։ Ինչ ակնկալիքներ կա Գյումրու ընտրություններից։ Մի քիչ դժվարանում եմ ասել, որ դա մոդելավորելու է հետագայում համապետական ընտրությունները, բայց այն, որ կա այնտեղ էներգիա, որը կարող է պրոյեկտվել Հայաստանի Հանրապետության վրա, առասարակ քաղաքական զարգացումների մասով, դա իհարկե կա։ Հիմա իշխանությունը նյարդ է ցույց տալիս, հատկապես վերջին մեկ շաբաթվա 10 օրվա ընթացքում, այն գործիչները, որոնք նախապես ներգրաված էին Գյումրիում եւ պետք է ամեն մեկը ընդդիմադիր տարբեր տեխնացուների դեմ արշավներ իրականացնեին, զրպարտություններ, մեղադրանքներ եւ այլն։ Հիմա վերջին մի 10 օրվա ընթացքում դրանց կազմը ակնհայտորեն ընդլայնել են, որտեղ դրանց մի մասը վաղուց չաշխատող եւ որևէ արժեք չունեցող դեմքեր են եւ նրանց խոսքը որևէ արժեք չունի ոչ Գյումրիում, ոչ էլ առավելևս հանրապետությունում։ Մյուս կողմից, որքան անդիմադիր ուժերը այս նախընտրական փուլում սկսում են ակտիվանալ, մեծացնել իրենց ռեսուրսները, դա բնականաբար բերում է իշխանության կողմից հակազդեցության։ Այսօր նաև մամուլում հանդիպեցի, որ նույնիսկ ռազմական ոստիկանության պետին են ներգրավել այնտեղ զորամասերում որոշակի աշխատանքներ ճակերտավոր բացատրական տանելու եւ այլն։ Հիմա դե բնականաբար պաշտպանության նախարարություն չի հաստատի, չի ասի, այո, մենք ուղարկել ենք ռազմական ոստիկանության պետին աշխատելու եւ այլն, բայց ակնհայտորեն իշխանությունը փորձում է իր ողջ ռեսուրսները օգտագործել Գյումրիում իր համար ցանկալի արդյունք ստանալու համար։ Իդեպ այս թեմա որ կիսատ չմնա, ես մի բան եմ ուզում ավելացնել։ Ես չեմ կարծում, որ այն զինվորականները, որոնք տրամադրված չեն կամ չեն պլանավորել իշխանության տեխնացուին ընտրելու, այդ ռազմական ոստիկանության պետը կլինի, գլխավոր շտաբը պետը կլինի կամ պաշտպանության նախարարը կլինի, դրանց հետ որևէ զրույց չի աշխատի եւ նրանք բնականաբար կանեն նրանց, որ իրենք են ցանկանում, եւ այդ աշխատանքները կարող են, եթե այդպես կարելի ասել, ազդեցություններ այն մարդկանց վրա, որոնք նախապես իշխանության տեխնացու պետքա գնային ընտրեին, կընտրեին, չպետքա թերագնահատել զինվորականներին, անկախ նրանից, որ 1000 մի բան ա եղել եւ 1000 մի օրինակ կա, որտեղ միգուցե այլ մարդիկ կարող են հակառակը պնդել, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ սա այն փուլը չէ, որ կարելի է մարդկանց վրա գոնե այնպիսի ճնշում գործադրել, որ ընտրախցիկում միայնակ մնալով այդ մարդը լինի այդ ազդեցության տակ եւ այդ որոշումը կայացնի։ Երևանի ավականո քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին եւ նաեւ նախանշվում է Գյումրիում, որ իշխանությունները միայնակ չի կարող 50+1% ապահովել եւ այստեղ խնդիր է գալիս ընդդիմության համագործակցության խնդիրը։ Ինչպես է գտնում այդ համագործակցության հեռանկարներ, ինչն է սխալ արվեց Երևանում եւ ինչ ակնկալել Գյումրիից, որպեսզի նույն սխալը չկրկնվի եւ իշխանություններին վերջապես հեռացվի։ Ռազմավարական առումով
առասարակ պետք է հասկանալ, թե քո յուրաքանչյուր քայլը կլինի թիմին մասնակցություն, կլինի փողոցային պայքար, խորհրդանում պայքարի որոշակի դրսևորումներ եւ այլն, դրանք վերջնապատակին ինչքանով են ծառայում։ Մեր դաշտում հիմնական հարցը, որը կա, նաև ներընդդիմադյան հատվածում, դա այն է, որ թե որն է ճանապարհը մարտավարական առումով այդ ֆինիշին հասնելու, այսպես ասեմ։ Հիմա, երբ որ մենք կարողանանք այդ ֆինիշին հասնելու մարտավարական այդ օղակը բերենք եւ որոշակի ներդաշնակեցում ապահովենք հիմնական ակտորների եւ քաղաքական ուժերի միջև, բնականաբար մեր գործը եւ դրա հաջող ընթացքը շատ ավելի երաշխավորված կլինի։ Բոլոր փուլերում, ոչ միայն այս փուլում, նաեւ նախորդ փուլերում մեր խնդիրը նաեւ դա է եղել եւ պատահական չէ, որ մենք մեր դիրքորոշումներով եւ հանրապետականը եւ նաեւ Սերժ Սարգսյանը որպես հանրապետականի առաջնորդ այս թեման շատ հստակ դրել է, ասել ենք մեր համար խնդիրը ոչ թե մեր իշխանության լինելու մեջ է, այլ մեր խնդիրը, որպեսզի սրանք իշխանության չլինեն։ Իհարկե կարևոր է թե հետո ովքեր կլինեն իշխանության, բայց եթե մենք խնդիր ենք դնում, որ մի գլխավոր սկզբունքը ազգային իշխանության ձևավորումն է եւ այնպիսի իշխանության հերացումը, ինչպիսին սրանք են եղել, եւ բնականաբար դա նաեւ վերաբերում է նրանց սպասարկող այդ արբանյակ ուժերին, տարբեր միավորներին, բնականաբար այս տեսանկյունից մեր համար առաջնային խնդիրը նորմալ իշխանության ձևավորումը։ Մենք որևէ ամբիցիա չունենք մեզ առաջին պլան մղելու եւ ասելու, որ առանց մեզ այդ իշխանությունը հետագայում չի ձևավորվելու։ Մենք դա ասել ենք եւ մեր գործընկերների հետ տարբեր զրույցներում եւ տարբեր հանրային նաեւ միջոցառումների ժամանակ եւ ես կարծում եմ, որ Փաշինյանին հերացման մոտեցումը դրա հիման վրա պետք է լինի, այսինքն ամբիցիան պետք է լինի այս իշխանության ամեն գնով հեռացնելու, այլ ոչ թե մեր կամ մեկ այլ ուժի ամեն գնով իշխանություն գալու մասով։ Շնորհակալություն, պարոն Աբրամյան, բովանդակալից զրույցի համար։ Պանորամայի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, մեր հյուրն էր Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրամյանը։ Շնորհակալություն մեզ ունկնդրելու համար, կհանդիպենք առաջիկա եթերներում, ցտեսություն։